Տարբերությունը շատ մեծ է եւ հստակ սիրելիներս։ Ապաշխարությունը մեր սխալ ընթացքի հրաժարվելը եւ աստվածահաճո կյանքով ապրելն է։ Իսկ զղջումը պարզապես մեր գործած սխալների, չարիքների, մեղքերի հանդեպ ցավ զգալն է, ցավելն է։ Եթե մեկը զղջում էր արած մեղքերի համար, դա դեռ չի նշանակում, որ ինքը արդեն ապաշխարել է։ Մենք Սուրբ Գրքի մեջ շատ օրինակներ ենք տեսնում։ Օրինակի համար Փարավոնը զղջաց Մովսես եւ Աստծո հանդեպ գործած սխալների համար, բայց չապաշխարեց։ Սավուխը զղջաց, որ Աստծո օրենքները չի պահել, բայց չապաշխարեց։ Հուդան զղջաց, որ մեր Տիրոջը մատնեց, բայց չապաշխարեց։ Առանց ապաշխարության մեր զղջումը արժեք չունի։ Եթե մեկը զղջում է, պետք է անպայման ապաշխարի։ Նաև առանց զղջումի ապաշխարություն չկա։ Եթե մեկը զգում է ցավ է ապրում իր գործած մեղքի համար, ինքը պետք է նաև արդյունքով ապաշխարի եւ Տիրոջից օգնություն խնդրի։ Ամենապարզ օրինակը՝ մեկը կարող էր բարկության ժամին մարդ սպանել, բանտարկվել, դատապարտվել, որոշակի ժամանակով բանտում լինելու, այնտեղ ինքը կարող է գիտակցել իր գործած սխալը, զղջալ, որ ինքը բարկության ժամանակ մարդ սպանեց, բայց առանց ապաշխարության այդ մեղքը չի կարող քո վրայից դուրս գալ։ Դրա համար, եթե զղջումը իբր իրեն ընկեր ունենա ապաշխարությունը, իր չար ընթացքից կհրաժարվի, կմաքրվի եւ արդյունքներով կլվաներ մեղքը եւ արդարացած, սրբացած կներկայանա Տիրոջը։ Առանց զղջումի արդեն ասացի չկա ապաշխարություն, բայց այդ ցավը, որ դու զգում ես, դրա հետ մեկտեղ նա պետք է ապաշխարության ճանապարհն անցնես։ Մեր կյանքում շատ են մարդիկ, մենք էլ ենք նույն ընթացքի մեջ երբեմն հայտնում, որ զղջում ենք մեր գործած սխալի համար, բայց հաջորդ քայլին նորից ենք այդ սխալը գործում։ Մենք ասում ենք, բայց չպետք է ես խոսք այստեղ ասել, այս մարդուն վիրավորեի, նեղացնեի, զղջում ենք, բայց հաջորդ օրը նորից այդ նույն մարդուն կարող ենք նեղացնել, ցավ պատճառել եւ վիրավորել, առանց զգալու, թե մենք ինչ մեծ մեղք ենք գործում։ Դրա համար ապաշխարության համար այդ զղջումից հետո մարդը պետք է գիտակցի սխալը, հրաժարվի այդ սխալից, նոր կյանք սկսի ապաշխարության ճանապարհով, որ այլևս ինքը չպետք է վերադառնա իր հին մեղքերին։ Այն սխալները, որ ինքը այսօր գործում էր, ապաշխարության ճանապարհով պիտի հրաժարվի այդ մեղքերից ու սխալներից եւ նոր մարդ դառնա։ Երբ որ դու հրաժարվում ես արդեն, քո զղջումը դառնում է իրական։ Ամենագեղեցիկ օրինակը Սուրբ Գրքում վերված է Հուդայի պարագան, ասում է Հուդան զղջաց, որ Հիսուսին մատնեց, բայց ապաշխարությունը դարս չունեցավ, չհավատաց, որ Տերն իրեն կների, գնաց ավելի մեծ մեղք գործեց, երբ որ ինքնասպան եղավ։ Որում զղջումը դեռ ապաշխարություն չէ։ Հանցագործները կարող ասի կներեք, որ գողացել եմ, կներեք, որ սպանել եմ, բայց ինքը սпасի ժամանակ, երբ որ բանտից ազատվի, նորից գործի իր մեղքը։ Ուրեմն զղջումից հետո պետք է ապաշխարություն, ընթացքը փոխել, աստվածահաճո կյանքով ապրել եւ Տիրոջը հրավիրել գա քո կյանքի մեջ, որպեսզի այլևս մեղքը քեզ չտանջի եւ դու մեղքի գերին չմնաս։